Հունիսի 7-ի ընտրություններին ում եք պատրաստվում տալ ձեր ձայնը, որ կուսակցության քարոզարշավն է ձեր համար ավելի համոզիչ։ Կյանքումս ընտրությունների չեմ մասնակցել, կյանքումս, քանի տարեկան եմ, 71 տարվա մեջ ոչ մի անգամ ընտրությունների չեմ մասնակցել։ Ես չեմ հավատում տենց բաների։ Հա։ Սարգսովից բացի, մի կարա Սարգսովի ելնի, կարա չելնի, բայց չեմ հավատում, որ ասենք այս մի տղեն կարա այս մեծ տարածքի հարցերը լուծի։ Չի կարա։ 35 տարի լուծում ենք, ուրա լուծվում է։ Այո։ Ունեք նախընտրած թեկնածու։ Այո։ Գաղտնիքի։ Փաշինյան։ Ինչու՞։ Որովհետև շատ լավ է կառավարում երկիրը, հանգստի մեջ ենք, տարիքավորներին ծրի բժշկություն է տալիս, երկիրը անկախության է տանում, պետականության է տանում, դրա համար։ Անպայման։ Ունեք նախընտրած։ Հա։ Կարապետյանին։ Դելը պիտի կպցնեն իմանանք ով կա այնտեղ։ Լրիվ հայտնի չի լե ցուցակը։ Այդ երկուսը հա։ Դրանք իրար հետ հա, բանդեղ մի քանի հոգի կան, նրանց էլ նոր կիմանանք։ Այսինքն չունեք նախընտրած։ Չէ, հələ որ չէ։ Մի հատ հəլնի մի ամիս հետո նոր կտեսնենք։ Ես անպայման ունեմ նախընտրած տեխնատուն եւ ընդհանրացված կարող եմ ասել, դա ԿՊ-ն չի։ Իսկ այն մնացածը արդեն մի քիչ ես ոչ թե ինչ որ վարանում եմ ասել կամ վախենում եմ, այլ ուղղակի դա քաղաքակիրթ չի լինի, էլի որ ասեմ, սրան եմ ուզում, բայց հաստատ ես ներկայիս իշխանության դեմ եմ 100%-ով։ Ես ձայն չունեմ, գիտեք դա ինչ է նշանակում։ Իմ լեզուն չի ֆռռում, ես իմ կյանքի մեջ նման տեղեր ինձ թույլ չեմ տվել մտնեմ հելնեմ։ Կարող է աջակցեմ մի օկու կամ երկու օկու կամ 5 օկու, բայց որ անձամբ ինքս գնամ, նու դա մեկ չել սազանձի։ Այդ կամ բան մին եղած է երեխեք ջան։ Բայց ես այն թիվը չի մասնակցել, համել 2 ամիս կա, սպասեք այս 2 ամիսը լավ այնքան բան կարող ալնի, սկի անգամ դուք չմասնակցեք։ Համել գիտեք ինչ, ես չեմ լսել, որ Սամվել Կարապետյանը հելնի ասի, ես ուզում եմ լինեմ վարչապետ, ես չեմ լսել։ Դրա համար էլ մեծ տարբերություն կա։ Թող մի հատ իր ազենով հելնի ասի, ես ուզում եմ լինեմ վարչապետ կամ ուրիշ մարդ կամ, բայց այս համեկվա մարդկանց ես սկի չեմ ուզում անգամ տեսնեմ։ Հաստատ ոչ Փաշինյան։ Ինչու՞։ Տենց է պետք։ Վարդան Ղուկասյան։ Վարդան Ղուկասյան, Այո։ ինչու՞։ Ինքնամենակ հիմա մեր հայ ժողովրդի մասին նորմալ մտածում։ Միակ հայրենասեր, ոնց ասեմ, ամենահայրենասեր, բանակ ծառայած, բոլորի ցավը, այն ամեն ինչը հասկացող մարդ։ Մասնակցելու եմ։ Ունեք նախընտրելի տեխնատու։ Պարտադիր, Կարապետյանը։ Պարտադիր։ Ասեմ ինչու, ինքս դրսում ապրած մարդ եմ, դրսում եմ մեծացել եւ հստակ կարող եմ ասել, որ դրսի ապրող մարդը շատ սրտացավ է լինում այս մի կտոր հողի համար, շատ։ Ամենայն դեպս հաստատ ռուսամետ այդ բոլոր ուժերը չէ։ Որովհետև իրանք այս երկիրը տանելու են ավելի վատ տեղ, քան ինքը փորձում ալնի։ Ոչ մի տեխնացու չեն հավանում։ Դե եթե գալիս են աթորի համար, հետո ամեն ինչ մորանում են, ինչ խոստացել են, բոլորը իրան նման են։ Նիկոլը հենց սկզբում ու հիմա կարա համեմատեք։